քեզի պետք է յանիլնի բիցեպսի սարքավորում, բայց ինչ-որ շատ տարօրինակ ձևի է սարքած։ Ascending resistance profile ունի, այսինքն ամենադժվար կետը վարժության էդի այս կետն է, երբ որ արդեն արմունկը լավ ծալված է։ Elbow flexor-ները, այսինքն թևի այն մկանները, որոնք որ պատասխանատու են արմունկը ծալելու համար, այն մկաններից են, որոնց հետ կապված անչափ շատ հետազոտություններ ունենք իրանց ներքին լծակների։ Ինչը նշանակում է մենք շատ լավ գիտենք, էլի, թե իրանցից որ մեկը ինչ դիրքում ամենալավ ներքին լծակը ունի, ամենաշատն աշխատում։ Հիմա այս վարժությունը, որ դու սենց ներքևից ես բռնում, հա, ու երբ որ թևը մարմնի կողքին է, եթե ինքը ամենադժվարը լինի արմունկի լրիվ բացած դիրքում, ինքը բավականին լավ բիցեպսի վարժություն է լինելու, բայց այս դեպքում, քանի որ այս սարքավորումը ամենադժվարն է այս կետում, այսի ավելի շատ brachioradialis է աշխատացնելու։ Բայց ուզում եմ ասեմ, եթե դու ուզում ես մաքսիմալ աշխատացնես brachioradialis, դու նաև քո այն թե դու ոնց ես բռնում, քո խվատկան ես բռնակի, պետք է լինի sense, որովհետև pronated խվատկայով էլի brachioradialis-ը ավելի լավ լծակ է ունում։ Դրա համար ոնց որ ստացվում է այս վարժությունը ոչ այն է շատ լավ անում, ոչ այն, ինչը եթե դու միատիկ վարժություն ես անում քո բոլոր elbow flexor-ների համար, ոնց որ ասենք կանանց մեծ մասով համար դա շատ էական չի, հա, թևերի մկաների sense մաքսիմալ զարգացումը, այսի օքեյ կլինի քո համար, որտեղ բոլոր elbow flexor-ները ինչ որ չափով կաշխատեն, բայց հիմա եթե դու այնպես մարդ ես, ով որ մաքսիմալիստ է, էլի իմ դեպքը դու հաստատ ուզում ես նենց անես, որ ամեն ռեգիոնը այդ մկանի կոմպլեքսի հնարավորինս լավ զարգացնես։ Հիմա այս դեպքում պետք է փորձեմ նաև sense pronated խվատկայով, ես լավ են է, որ իմ հետ strap եմ բերեն, այս որ կարելի է էլի էդի փորձարկել։ Ու այսի արդեն շատ ավելի լավ վարիանտ է brachioradialis-ի համար։ Okay, այսի արդեն շատ ավելի հետաքրքիր վարժություն դառավ։ Բայց դե էլի, ոնց որ ուզում ասեմ, եթե պետք է դու սարքավորումին այսքան հարմարվես, այսքան փոփոխես, որ ինքը դառնա օպտիմալ վարժություն, արդյոք էդի օպտիմալ սարքավորումը։